Այսօր փետրվարի 18-ին Երևանի Աչափնյակ վարչական շրջանի բնակիչները հայտնվեցին ծայրահեղ լարված իրավիճակում, փողոցում հնչած կրակոցների և դանակարության հետևանքով։ Միջադեպի կիզակետում հայտնվեց տեղական փողոցային կյանքով հայտնի Նարեկը, որի գործողությունները հանգեցրին մահվան և բազմաթիվ վիրավորների։ Ըստ իշխանություն լրատվականի տեղեկությունների, միջադեպը սկիզբ է առել կենցաղային վեճից, որը կապված է կնոջ հետ։ Նարեկը փորձել է միջամտել միջադեպի մյուս կողմի տղային, որը մտերիմ է կնոջ հետ։ Աղմկահարույց միջադեպը, սկսվելով բառերի փոխանակումով, արագ էսկալացվեց, դառնալով դանակարություն և վերջում հրազենային գործողություն։ Առաջին տեղեկություններով շրջանառվել են լուրեր, որ միջադեպը կարող է առնչվել Սերգեյ Գրիգորյանի Ֆազի ընտանիքի հետ, սակայն աղբյուրը հաստատեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Սերգեյ Գրիգորյանի եղբայրը Գրիգոր Գրիգորյանը այդ պահին Հայաստանում չի գտնվել և որևէ առնչություն չունի միջադեպի հետ։ Նարեկը և նրա հակառակորդները նախկինում էլ առնչվել են տեղական հակամարտությունների հետ։ Ըստ հարևանների և վկաների, միջադեպի գլխավոր շարժառիթը անձնական էր, կապված կնոջ հետ, սակայն այն շուտով վերածվեց ֆիզիկական բախման։ Վկաները պատմել են, որ միջադեպից օրեր առաջ Նարեկը փորձում էր միջամտել կնոջ անձնական կյանքում, ինչից առաջացան անհամաձայնություններ և լարվածություն։ Այս ֆոնին տեղի ունեցած միջադեպը կանխատեսելի էր, հաշվի առնելով նախկին հակադրությունները։ Ժամը մոտ 15:00-ին Աբելյան փողոցի TV9 հասցեի մոտ Նարեկը և հակառակորդ կողմի տղաները հանդիպեցին։ Սկզբում եղել է բառերի փոխանակում, որը արագ էսկալացվեց։ Առաջին փուլի ընթացքում մասնակիցները գործի դրեցին դանակները։ Դանակարությունը շարունակվեց մոտ 3-4 րոպե, որի ընթացքում մի քանի անձանց վնասվածքներ պատճառվեցին։ Հաջորդիվ հնչեցին կրակոցներ ավտոմատ զենքերից և ատրճանակներից։ Կրակոցները հնչեցրին տարբեր զենքերից, ինչը առաջացրեց վիրավորների անհամաչափ բաշխում և անցորդների համար անվտանգության լուրջ վտանգ։ Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մահացած է 45-ամյա Ա.Վ.-ն։ Տեսախցիկների և վկաների վկայությունների օգնությամբ իրավապահները վերակառուցեցին միջադեպի ամբողջ ընթացքը, պարզեցին ով որտեղ էր և ինչպես են տեղաշարժվել մասնակիցները։ ՆԳՆ ոստիկանության, Աչափնյակ վարչության և քննչական կոմիտեի համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումները սկսվել են անմիջապես միջադեպից հետո։ Ամենակարևոր գործողությունները ներառում էին դեպքի վայրի զննություն, ապացույցների հավաքում և ֆիքսում, վկաների հարցաքննություն, ամբողջ միջադեպի ընթացքը պարզելու նպատակով, տեսախցիկների վերլուծություն, զենքերի փորձաքննություն, կրակված փամփուշտների և առգրավված զենքերի կապը հաստատելու համար։ Օպերատիվ տեղեկություններով միջադեպի անմիջական մասնակիցներից մի մասը ձերբակալվել է, մյուսները շարունակում են որոնվել։ Առգրավվել են մի քանի ավտոմատ, ատրճանակներ, դանակներ և Lexus ավտոմեքենա կրակոցի հետքերով։ Պարկուշներն ու մյուս ապացույցները ուղարկվել են փորձաքննության, որը հաստատել է անմիջական կապը միջադեպի հետ։ Ձերբակալվածները ցուցմունքներ են տվել, ընդունելով իրենց ներկայությունը դեպքի վայրում։ Հետաքննության ընթացքում պարզվեց, որ միջադեպի շարժառիթը անձնական էր։ Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների վիճակը կայուն ծանր է։ Բժիշկների խոսքով որոշ վիրավորների կյանքին անմիջական սպառնացող վտանգ կա, ուստի նրանք շարունակում են բուժում և մշտական հսկողության տակ մնալ։ Տեղեկությունները ցույց են տալիս, որ վիրավորների մի մասը ստացել է վնասվածքներ, հիմնականում կրակոցներից, մյուսները դանակարություններից։ Բժշկական կենտրոններում իրականացվում են անհրաժեշտ վիրահատություններ և հետևում վնասվածքների զարգացման ընթացքին։ Իրավապահ մարմինների հետաքննությունը չէր սահմանափակվել միայն դեպքի անմիջական վայրի զննությամբ և վկաների հարցաքննությամբ։ ՆԳՆ ոստիկանության, Աչափնյակ վարչության և քննչական կոմիտեի համատեղ ուժերով իրականացվել է բազմաշերտ օպերատիվ հետախուզություն, պարզելու միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը։ Փաստագրվել է, որ Նարեկն ու հակառակորդ կողմի անձինք նախապես քննարկել են փոխադարձ տարաձայնությունները, ինչը նախանշել է կրակոցի ռիսկը։ Օպերատիվ տվյալները ցույց են տվել, որ նախնական կոնֆլիկտը սրվել է սոցիալական ցանցերում արված հրապարակումների և անձնական հաղորդագրությունների արդյունքում։ Քննչական խմբերը վերլուծել են Աչափնյակ շրջանի շուրջ 20 տեսախցիկների ձայնագրություններ, վերակառուցելու համար շարժման ուղիները և դեպքի ճշգրիտ ժամանակացույցը։ Տեսանյութերից պարզ է դարձել, որ կրակոցները և դանակարությունը տեղի են ունեցել գրեթե միաժամանակ տարբեր դիրքերից, ինչը ստեղծել է լրացուցիչ վտանգ։ Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի անմիջական մասնակիցների ամբողջ շրջանակը։ Առաջին հերթին ձերբակալվել են Նարեկի խմբի 3 անդամներ, ովքեր ցուցմունքներում ընդունել են իրենց ներկա լինելը դեպքի վայրում և հանցանքի կատարումը։ Նրանց թվում էին Նարեկ Գ. 37 տարեկան, միջադեպի հիմնական նախաձեռնողը,
երկրորդը Հովհաննեսն 34 տարեկան, երրորդը Արտաշեսմն 30 տարեկան մասնակցել է դանակարությանը և դեպքի ընթացքում զենք պահել։ Հետաքննությունը ցույց է տվել, որ այս անձինք նախապես պատրաստել են զենք, որը օգտագործվել է կրակոցների ժամանակ։ Փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ նրանց կրակված փամփուշտները համընկնում են դեպքի վայրից վերցված զենքերի հետ։ Հակառակորդ կողմին ձերբակալվել է 2 անձ, որոնց գործողությունները հանգեցրել են Նարեկի խմբի անդամների և անցորդների վիրավորությանը։ Անմիջականորեն տուժածները և վիրավորները հասցվել են Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիճակը գնահատվել է ծանր և ծայրահեղ ծանր մակարդակով։ Վկաները պատմել են, որ սկզբում միջադեպը սկսվել է խոսակցությամբ, սակայն արագ էսկալացվել, դառնալով ֆիզիկական բախում։ Վկաներից մի մասը նաև նկարագրել է կրակոցների ճշգրիտ ուղղությունները, դիրքը և մասնակիցների շարժումները։ Այս տվյալները հասկացվել են տեսախցիկների վերլուծության հետ, ստեղծելով ամբողջական պատկերը դեպքի վայրում տեղի ունեցածի մասին։ Ոստիկանությունն ու քննչական կոմիտեն ձեռնարկեցին մի շարք միջոցառումներ՝ դեպքի վայրի մանրամասն զննություն, հետքերի հավաքում և ֆիքսում, վերականգնում դանակների, ավտոմատների և ատրճանակների տեղադրությունը, կրակոցների և դանակարության ուղղությունների վերլուծություն, վնասվածքների գնահատում և կապը անմիջականորեն նշված անձանց հետ։ Օպերատիվ հետախուզությունը ընդգրկել է նաև Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներ, որտեղ հնարավոր էր, որ միջադեպի մասնակիցները փորձեին թաքնվել։ Այս ընթացքում իրավապահները հայտնաբերել են մի քանի անձանց, որոնք փորձել են փոխել իրենց դիրքը, սակայն անմիջապես ձերբակալվել են։ Վերականգնված տեղեկությունների համաձայն միջադեպի հիմնական շարժառիթը անձնական էր, կապված կնոջ նկատմամբ ուշադրության հետ։ Նարեկի և հակառակորդ կողմի միջև նախորդ հակադրությունները արդեն կուտակվել էին, իսկ վերջինս պարզապես հրահրեց արդեն պատրաստ հակամարտությունը։ Սոցիալական ցանցերի ակտիվությունը, անձնական հաղորդագրությունները և թաղային միջամտությունը նպաստեցին, որ միջադեպը արագ էսկալացվի։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այս միջադեպը չուներ քաղաքական կամ այլ խմբավորումների մասնակցություն։ Լուրերը Ֆազի ընտանիքի հնարավոր կապի մասին հերքվել են, իսկապես միջադեպը անձնական բնույթի է եղել։ Աջափնյակ թաղամասի բնակիչները շոկի մեջ են։ Տեսնելով կրակոցներ և դանակարության հետևանքները, շրջանի բնակիչները պատմել են, որ երբ լսել են կրակոցները, շատերը հեռացան դեպքի վայրից, իսկ ոմանք զանգարել են ոստիկանություն ու շտապ օգնություն։ Բազմաթիվ քաղաքացիներ նշել են, որ նման միջադեպերը անհրաժեշտ է կանխել, ակտիվորեն համագործակցելով իրավապահ մարմինների հետ և զերծ մնալով անձնական հակասություններից։ Այս միջադեպը հստակ ցույց է տալիս. անզգույշ կենցաղային վեճերը կարող են արագ վերածվել ողբերգության, եթե գործի դրվեն զենքերը և տեղի ունենան անմիջական հակամարտություններ։ Իրավապահ մարմինների օպերատիվ գործողությունները և վկաների ցուցմունքների ճիշտ վերլուծությունը անփոխարինելի են դեպքի բացահայտման և հետագա վտանգների կանխարգելման հետ։ Սոցիալական ցանցերում և առցանց հաղորդագրություններում անհատական միջամտությունը կարող է սրվել որպես անվերահսկելի կոնֆլիկտ, ինչը հաճախ հանգեցնում է ֆիզիկական բախումների։ Այս միջադեպը որպես զգուշացում, հանրությանը հիշեցնելով, որ օրենքի և իրավապահների աշխատանքը կարող է միայն միասնության և պատասխանատվության շնորհիվ ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը։